Թրիփը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրլողամին։ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնությունից հետո հարևան Իրանից պարբերաբար մտահոգություններ էին հնչում։ Անցած տարեվերջին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականն ուղիղ հայտարարել էր, թե Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է, եւ Թեհրանն ի սկզբանե դեմ է եղել նախագծին։ Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք, այս հարցի շուրջ մշտական կապի մեջ ենք։ Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան, ասել է Շիրլողամիին։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Լոռու մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։ Սիսիան Զանգեր եւ Լծենի Սար կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։ Լոռու մարզում Թալինի եւ Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Բերդ Ջամվարակ ավտոճանապարհին մառախուղ է, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ արկա է մերկասառույց։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ստեփանց-Մինդալարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ամերիկյան The Wall Street Journal-ի տեղեկություններով Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքում Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր պահանջները։ Միևնույն ժամանակ Axios-ը գրել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները դժգոհ են մնացել Իրանի արտգործնախարարի պատասխաններից։ Սպիտակ տան պաշտոնյաների հայտարարություններում առկա են լուրջ հակասություններ Իրանի միջուկային ներուժի իրական վիճակի վերաբերյալ։ Վաշինգտոնում մի կողմից պնդում են ծրագրի լիակատար ոչնչացման, մյուս կողմից ռազմական նշանակության հումքի ստացման մոտալուտ վտանգի մասին։ Կողմերի միջև հիմնական պայքարն ընթանում է Իրանի ուրանի հարստացման իրավունքի պահպանման շուրջ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին լրագրողներին ասել է, որ սրանք ամենալուրջ եւ երկարատև բանակցություններն են եղել։ Մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ ուրանի հարստացումը կշարունակվի։ Իրանը ձգտում է պատժամիջոցների չեղարկմանը։ Գործընթացի իրական արդյունավետությունը պարզ կդառնա հաջորդ շաբաթ Վիեննայում սպասվող տեխնիկական քննարկումների ժամանակ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Աֆղանստանին եւ Պակիստանին կոչ է արել իրենց տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով, միաժամանակ ընդգծելով Սուրբ Ռամադանի ամսվա կարեւորությունը, որպես ինքնազսպման եւ իսլամական համերաշխության ժամանակաշրջան։ X-ում կատարված գրառմամբ Արաղչին հաստատել է Իրանի պատրաստակամությունը աջակցելու այդ գործընթացին։ Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն, նպաստելու Քաբուլի եւ Իսլամաբադի միջև կառուցողական երկխոսությանը։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, Թալիբանը Աֆղանստանը վերածել է Հնդկաստանի գաղութի, հավաքել ահաբեկիչներին Աֆղանստանում եւ սկսել ահաբեկչություն։ Հիմա բաց պատերազմ է սկսվել։ Պակիստանի իշխանությունների տվյալներով հարվածներից զոհվել է առնվազն 133 աֆղան զինյալ, ոչնչացվել նաեւ զինամթերքի պահեստ։ Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել են պատասխան միջոցառումների եւ սահմանին լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելու մասին։ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը կգլխավորի ՄԱԿ-ի մարտի 2-ին կայանալիք անվտանգության խորհրդի նիստը։ X-ի իր էջում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վալցը։ Մեջբերում Մելանիա Թրամփը առաջին անգամ կղեկավարի անվտանգության խորհուրդը որպես Միացյալ Նահանգների առաջին տիկին Ամերիկայի նախագահության առաջին օրը։ Առաջին տիկնոջ գրասենյակը X-ում պարզաբանել է, որ Մելանիա Թրամփի ելույթը կկենտրոնանա կրթության դերի վրա ամբողջ աշխարհում հանդուրժողականության եւ խաղաղության խթանման գործում։